երբ ուսումնարանում դասավանդում էի, ավագ սերունդ ցանկություն չուներ սովորելու, բայց հետո ոնց որ կամաց սկսվեց այն մութ տարիներին, երբ որ մենք սկսեցինք հունական աշխատանքներ էին, չէ, բերում Հայաստան, Երևան, ասեղնագործ աշխատանք մութ տարիներին, որ պետքա գործեին, փող աշխատեն, որտեղ աշխատանք չկար։ Այդ ժամանակ մենք սովորացնում էինք արդեն տարեց կանանց։ Այդ ժամանակ, երբ որ գիտեին, որ պետք է գումար վաստակեն իրենց ընտանիքի համար, դե բավականին դժվար տարիներ էր, այո, նոր թափ ստացավ ու տարբեր շրջաններից գալիս էին մեզ մոտ, սովորում էին այդ տեխնիկան, սովորում էին և գումար էին վաստակում, մինչև որ 2000-ական թվականները։ Այո, մենք ասեղնագործում ենք և ոչ միայն, հնարավորինս ժամանակի ընթացքում տիրապետել ենք տարբեր մշակութային ձեռագործ արվեստի հմտությունները։ Ներկայությամբ մենք երեխաներին սովորեցնում ենք ասեղնագործությունը, մեր հայկական ասեղնագործության ավանդական ժառանգությունը։ Տիկին Անա, ձեզ հարցնեմ հետևյալը. ինձ մոտ տպավորություն է, որ ասեղնագործությունը կարծես թե ավելի շատ ավագ սերնդին բնորոշ, այսպես ասենք, հմտություն ասենք, արհեստ ասենք, ինչու է այդպես, ավելի շատ ժամանակ ունեն, թե ոնց։ Գուցե երեխաները սովորում են, բայց ավելի շատ ասոցիացիա կա ավագ սերնդի հետ։ Ժամանակները արդեն փոխվել են։ Դպրոցական երեխաներն էլ հաճույքով գալիս են, եթե ճիշտ ենք սովորացնում մշակույթը, բնականաբար երեխաները սիրով և հաճույքով գալիս են։ Այսօր մեր մոտիսաները 4 տարի, 5-րդ տարվա մեջ է արդեն։ Մենք ունեցել ենք երեխաների հետ 2 ցուցահանդես, առաջի ցուցահանդեսը Մատենադարանում էր, այնտեղ էր խումբը ձևավորվել, իսկ երկրորդ ցուցահանդեսը արդեն ժողովրդական արվեստի թանգարանում։ Ավագներն էլ սիրով արդեն գալիս են։ Շատ տեսակներ կան, դուք որտեղից եք սկսել սովորել, հետո անընդհատ լայնեք, օրինակ Մարաշի կա, տարբեր տեղերի, չէ, այն թափի ու հիմնականում կարծես թե Արևմտյան Հայաստանից եկած է, թե այստեղ չի եղել։ Դրա մասով, եթե ընդհանուր բնույթի տվյալներ տաք, ինձ շատ հետաքրքիր կլինի, հուսամ նաև ունկնդիրներին։ Ուրեմն մենք եւ Արևմտյան եւ Արևելյան Հայաստանում ունեցել ենք շատ մեծ մշակութային ժառանգություն։ Ամեն մի այդ մշակույթը ըստ տարածաշրջանի անվանումներ ա եղել։ Օրինակ, ենթադրենք Մարաշը կոչվել է Մարաշի կար, Մարաշում է ստեղծել, այն թափի կար։ Ուրֆան, Վանը, Վասպուրականը, Սյունիք Արցախը, Արարատյան, Շիրակկարին եւ այլն։ Շատ բազմաժանր է մեր մշակույթը, շատ հարուստ մշակույթ ունենք, էլ չեմ ասում, որ մենք Մատենադարանում կազմաստառների մեջ այնպիսի ասեղնագործություններ ունենք, որոնք մահացած են, դուրս չի բերվել այդ դաշտից, որ ներկայումս կիրառվի, իհարկե, շատ հարուստ է մեր մշակույթը, պարզապես մենք պետք է անդրադարձ անենք մեր ամբողջ այդ հարուստ մշակույթը դուրս բերենք, ներկայությամբ այդ մշակույթը եթե կարողանանք ժամանակի մեջ ճիշտ սերունդներին փոխանցել ու փոխանցված այդ գիտելիքները նաև սերունդները իրենց ժամանակի մեջ զարգացում ապրեցնեն, գրեթե ինձ թվում է աշխարհում մենք առաջի տեղը կգրավենք մեր մշակույթով, մեր մշակույթը կիրառենք մեր ամբողջ կիրառական արվեստների մեջ։ Շատ տարբեր են ձեր նշած տարբեր տեղերի ասեղնագործությունները, տիպերը։ Այո, եւ իրենց գեղարվեստական ոճով, եւ իրենց տեխնիկական տեսակով եւ գույնային լուծումներով, իհարկե տարբեր են։ Պարզապես պետք է ժամանակապետ սովորելու համար շատ կարևոր է ձգտում ունենան, աշխատասիրություն, որպեսզի իրենք կարողանան այդ ամենը վերցնել, սովորել ու մեր ժամանակի սերունդը պետք է չկորցնի ժառանգությունը, պարզապես։ Միանշանակ դրան էլ նպաստում է ձեր գործունեությունը, որ սովորեցնում եք, որովհետև երեխաների մի մասը կսովորի, նրանց հաստատ ինչ որ տոկոսը փոխանցելի է, ոնց որ դուք եք փոխանցում։ Տիկին Անա, ես գիտեմ, որ դուք ձեր գործունեության ընթացքում պատմեցիք, աշխատել եք նաև ավագ սերնդի հետ,
ինչ առանձնահատկություններ ունեն ունեցել այդ աշխատանքը, արդյոք դժվար է սովորում մարդը, եթե 60-ից 65-ից հետո փորձի առաջին անգամ ասեղը ձեռքը վերցնել։ Ես ասեմ, ցանկության դեպքում, եթե շատ ցանկանան, դժվար չի։ Ես ունեցել եմ 67-68 տարեկան երկու տատիկներ Երևանում։ Չնայած հունական գործերի ժամանակ շատ ենք ունեցել, որտեղ մի տեխնիկա են սովորել, բայց այդ երկու տատիկներն եկան, ասեցին, մենք շատ ենք ուզում սովորել, որ մեր թոռնիկներին սովորեցնենք։ Գիտեք, քանի որ այդ ժամանակ մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում է աշխատում, այնտեղ դպրոցական երեխաներ էին, բայց ես ասես երկու տատիկներին անպայման պետք է վերցնեմ, որ իրենք սկսեն սովորել։ Հաճույքով գալիս էին, ժամանակից շուտ էին գալիս, նստում էին, աշխատում էին, տանը շատ էին գործում։ Ես հասկացա, որ տարիքը ոչ մի նշանակություն չունի։ Ամենակարևորը թեկուզ տատիկները գան սովորեն, փոխանցեն իրենց սերունդին, մեր մշակույթը չի այդքան զարգացած եւ բազմաոճ եղել, որովհետեւ ընտանիքում տատիկը գործել է, աղջիկները գործել են, հարսը, թորները, ծորները, դա ժառանգական փոխանցվել է, բայց եղեռնից հետո այդ կապը կտրվեց։ Չնայած մեր ընտանիքում չի կտրվել, իմ տատիկս գորգագործ է եղել, մյուս տատս եղել է կավի մասնագետ, ասանագործող, ամեն մեկը ունեցել են իրենց մեջ մշակույթը ու փոխանցվել է, դրա համար մեզ մոտ զարգացումը կրկնակի ավել է եղել, դա հասկանալի Գերազանցել եք իրենց։ Հա, բնականաբար, դա արդեն արդյունքը ցույց է տալիս, որ այն ժամանակ եթե սերունդ փոխվում է, ստեղծվում է նոր կարատեսակներ, նոր մշակույթ, համադրություններ, այսօր մենք ասեղնագործությունը տարբեր դպրոցները իրար հետ համադրելով մենք նոր ասեղնագործության տեսակներ ենք ստեղծում, այնպես որ շատ լավ կլինի, որ այսօր էլ ոչ թե մտածեն տատիկները, որ մենք չենք կարող, ի վիճակի չենք, չէ, իրենք կարող են եւ պետք է անեն եւ պետք է ցույց տանք, որ դա մեր ժառանգությունն է, ոչ ոք իրավունք չունի մեր ժառանգությունը սեփականացնի, ՅՈՒՆԵՍԿՕ-ով անցնում է այն թափը որպես թուրքական ասեղնագործություն, բայց ստեղծել են հայ ազգը։ Դա անհետևողական աշխատանքի շնորհիվ է։ Մենք այսօր մի բավականին շատ այն թափի աշխատանքներ ունենք, որը ստեղծվել է 1990-ականներից ու բավականին շատ մի հսկա ցուցադրության մենք նմուշներ ունենք այն թափի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում մեր մասին գրված է ամսագրում, որ մենք այն թափի աշխատանք ենք անում 2021 թվականին, դա մի քիչ բան չէ, երբ որ դու ձեզ ներկայացնում են ու հետո որպես ժառանգորդ ճանաչում են Թուրքիան, բայց չպետք է հուսախաբ լինել, մենք դա շարունակելու ենք աշխատել, ընդհակառակը մենք այն թափը պետք է տեսել եմ իրենց կատարած աշխատանք, երբ որ համեմատում եմ մեր ժամանակի տատիկների արած գործերը, նախնիների գործերը եւ այսօրվա թուրքականի գործը, որը ճանաչվեցի որպես իրենց մշակույթ, բավականին մեծ տարբերություններ կան։ Մենք պետք է աշխատենք դրա վրա, շատ երկար աշխատենք ու նորովի մատուցենք այն թափի ասեղնագործությունը եւ հանրահռչակենք ոչ միայն Հայաստանում, այլ դրսում, արտերկրում, ոչ մի անգամ որպես այդպիսին մեր աշխատանքները պետությունը դրսում չի ցուցադրել։ Մեր անհատական ցուցահանդեսը որ արվի, այն ժամանակ իրենք հասկանան այն թափի ասեղնագործության տարբերությունները։ Մենք 90-ից ավելի այն թափի տեխնիկաներ ունենք։